Անապահովության գնահատման նոր համակարգը շրջադարձային նշանակություն ունի եւ ես շատ ուրախ եմ, որ մենք ոչ մի քաղաքական նկատառումով չենք դանդաղեցրել եւ չենք կանգնեցրել այդ գործընթացը, որովհետեւ այս բարեփոխումը ունի շատ կարեւոր գաղափարախոսական եւ հայեցակարգային նշանակություն։ Մենք պետք է ընդհանրապես համաձայնության հասնենք Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին վիճակագրական մոդելի հետ։ Կրթություն, աշխատանք, բարեկեցություն։ Սա է այն առանցքը, որի շուրջ պետք է ցանկացած մարդու կյանքը կառուցվի, որովհետև բազմաթիվ հանգամանքների բերումով երբեմն ընկալումները այս առանցքից էականորեն շեղված են։ Եվ մենք պետք է հստակ այս ուղերձը տանք, որ այս կյանքի միջին վիճակագրական մոդելը հենց մարդու անձնական պատասխանատվությունն է դա իրագործելու։ Եվ սա մենք պետք է երեխաներին ներշնչենք դպրոցից եւ մանկապարտեզից։ Այս է պատճառը, որ մեր նորակառույց դպրոցներում եւ հիմնանորոգվող բոլոր դպրոցներում մենք անում ենք հետեւյալը, որպես երեխան երբ որ մտնի դպրոց, առաջին բանը, որ նա տեսնի, այն ցուցանակն է, որի վրա գրած է. լավ սովորիր, որ լավ ապրես։ Երեխան պետք է հստակ հասկանա իր սովորելու որակի կապը իր ապագա կյանքի որակի հետ։ Մենք համոզված ենք, որ մարդուն ուժեղացնելու այլ ձև, քան կրթությունն է, գոյություն չունի։ Այսինքն, եթե ուզում ես մարդուն ուժեղացնել, պետք է նրան աջակցես կրթության հարցում։